Բայղուշներ էկրանի մյուս կողմից, ասենք Արշակ Կարապետյանը հելմենս բաներ ասում, բայց այդ մարդը եղել է պաշտպանության նախարար, մեր իշխանության օրոք, պաշտպանության նախարար աշխատած Արշակ Կարապետյանը հանդես է գալիս որպես իշխան Համլետի հայր եւ դուրս է գալի բաժնություն անում մեր երկրի գլխին։ Ինքը պետք է եթե այդպեսի ազնիվ նախարար էր, ինքը ինչա փախի իր երկրից։ Մենք գիտեք, մի հատ պաշտպանության նախարար ունենք փախած Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վիգեն Սարգսյան, հայտնի պիսերը, մի հատ էլ ով է Ռուսաստանում։ Այստեղ ոչ, նա արդեն ուզում է բան, կուսակցություն է ստեղծում, Վաղարշակ Հարությունյանը ասում։ Միխայիլ Հարությունյանը նա մարտի 1-ով է անհետացել։ Բայց պատկերացնում եք երկրի պաշտպանության նախարարները փախել են իրենց երկրից, դուրս եկել սահմանից դուրս։ Նրանք պետք է սահմանի ներսում լինեն։ Իմ գնահատականները հիմա կհնչեցնենք, ասեն էլի թիրախավորեց մեր հրաշալի նախարարներին, հրաշալի նախարարները նրանք են, ովքեր գտնվում են երկրի սահմանի ներսում, անկախ նրանից ինչ կլինի։ Վերջին հաշվով բոլոր պատմական ֆիլմեր եք նայում, երկրորդ համաշխարհային պատերազմ, առաջին համաշխարհային պատերազմ, զինվորականներ, մարշալներ, դատապարտված, պետք է այնպես անես, որ դու քո պահվածքով, վստահություն ներշնչելով, երկիրը դարձնես ապահով եւ անվտանգ։ Չունի այս իշխանությանը, դուք լավ հարաբերություններ ունեք։ Շատ լավ, 90-ականներ, երբ որ ինքը Սուզանավի վրա ծառայությունից հրաժարվեց եւ եկավ ներքին գործերի փոխնախարարի, այն ժամանակ ես ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն եմ։ Ես այն կարծիք ունեմ, որ Հարությունյանը լավ արեց, որ 90 թվին եկավ այստեղ։ Հիմա որ Ես կարող եմ ասել, Վաղարշակ Հարությունյանի եղբայրը շատ լավ ազգային անվտանգության ծառայության նաև փոխնախ այն ժամանակ մահացել է Սլավիկը Հարությունյանը։ Իրանի հետ կապված պատերազմի Հացանք Իրան արդեն պայմաններում Թրամփի ուղու կառուցումը, որը Փաշինյանը հունվարին ասում է դա մեր անկախության, ինքնիշխանության 99 տարու երաշխիքն է։ Սիրելի Կարինե, շատ լավ։ Ցանկացած պատերազմ սկսվում է եւ ավարտվում է։ Երբ որ սկսվում է, այլ իրավիճակ է առաջանում, տարածաշրջանային, համաշխարհային եւ այլն։ Ավարտից հետո ֆիքսվում է ինչ որ իրավիճակ, որի համապատասխան պետքա դու քո քաղաքական հեռանկարը եւ վերլուծությունը կառուցես ըստ դրա։ Մեր տրիպի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի հատ առավելություն, մեր սահմանի վրա կրակոցներ չկան։ Հրթիռները բոլոր տեղերը թռնում են, մեր սահմանի այս կողմը գտնվում է հանգիստ վիճակում, բայց կարող է փոխվի դրա համար էլ մենք ամեն օր ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինված ուժերը ինքը այն նպատակներով դրել է իր առջև, ունենա լուծումներ, իսկ այդ լուծումները տալիս է հայ մարդը, որը բանակին տալիս է զինվոր, որը որ երկրին տալիս է հնարավորություն այդ զինվորին ապահովելու խնդիրը լուծել եւ հեռանկար։ Եվ մնում է մենք անկեղծ լինենք մեր սպայակազմի նպատակների համար, որտեղ նայեք, այսօր ներքին գործերի նախարարությունը բերել էր նախագիծ օրենսդրական, որը շատ կարևոր է, որպեսզի կադրային մրցակցությունը մենք դարձնենք անշրջելի։ Նույնը բանակը մի քիչ ավելի շուտ սկսել էր։